Իշխան Սաղաթելյան ներկայացրեց մի քանի ընդհանուր ուղղությունները, քվեարկելու իրավունքի խոչընդոտման բազմաթիվ դեպքեր, այդ թվում իրավապահ մարմինների կողմից, երբ որ թե բերման ենթարկելու, թե ապօրինի ձերբակալում իրականացնելու, մինչև այս պահն էլ բազմաթիվ անձինք, քաղաքացիներ գտնվում են իրավապահ մարմիններում, առանց նույնիսկ նրանց որևէ կոնկրետ իրավախախտման մեջ մեղադրանք ներկայացնելու։ Ոստիկանության անձնագրային բաժիններն են բազմաթիվ խոչընդոտներ ստեղծել, հատկապես այն քաղաքացիների համար, ովքեր Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելով հանդերձ չունեն հաշվառման կոնկրետ հասցե և նրանց կամ չեն տրամադրում անհրաժեշտ տեղեկանքը, ձգձգում են կամ ուղղորդում են, որ գնան դատարաններ։ Այստեղ գալիս է նաև դատարանների գործողությունները կամ անգործությունը, երբ որ դատարանները պարզապես կամ հրաժարվում են ընդունել նման դիմումները, կամ փորձում են տարբեր պատրվակով ձգձգել։ Այդպիսի կոնկրետ դեպք քիչ առաջ էլ տեղի ունեցավ, երբ Հովսեփ Աբեդյանը Իրանից առավոտվանից չի կարողանում իր քվեարկելու իրավունքը իրացնի։ Ոստիկանությունից, անձնագրային բաժնից ասում են, մենք չենք կարող տալ ձեզ համապատասխան փաստաթուղթ, գրավոր մերժում են, այդ գրավոր մերժումը փորձում ենք դատական կարգով բողոքարկել, դատարանները հրաժարվում են ընդունել։ 2-3 փորձից հետո մի կերպ կարողացել ենք մուտք անել, դե պատկերացրեք, մնացել է ընդամենը մի քանի ժամ, դա էլ հավանային հավանականությամբ այդ ժամով պայմանավորված կձգեն և մարդը կզրկվի իր իրավունքից։ Մյուս կարևոր խնդիրը, խոշոր մասշտաբի խնդիրը արցախահայերի հարցն է, որ այդպես էլ հստակ ու ռեալ խոչընդոտներ ստեղծեցին արցախցիների քվեարկության հարցով։ Հանձնաժողովներն են առանձին դրվագներում, դեպքերում ուղղակի հանդես գալիս քվեարկելու իրավունքի խոչընդոտման դիրքերից, երբ նույնիսկ այն տեղեկանքները, որոնք ոստիկանությունից մի կերպ հնարավոր է լինում վերցնել, պարզապես հրաժարվում են այդ տեղեկանքներով, լրացուցիչ ցուցակներով մարդկանց քվեարկության թողել։ Իհարկե մենք օպերատիվ աշխատում ենք նաև կենտրոնական տրական հանձնաժողովի հետ, կենտրոնական տրական հանձնաժողովը մի քանի դրվագներով օպերատիվ արձագանքել է, բայց այս մասսայականությունը այնքան շատ է, որ պարզապես հնարավոր չի լինում մարդկանց այս իրավունքները ամբողջությամբ և լիարժեք ապահովել դրանց իրացումը։ Մենք արձանագրել ենք բաց քվեարկության բազմաթիվ դեպքեր, ուղղորդվող կամ վերահսկելի քվեարկության բազմաթիվ դեպքեր, այս առնչությամբ նաև հաղորդումներ ենք ներկայացրել թե կենտրոնական տրական հանձնաժողով և թե հատկապես դատախազություն, այս պահի դրությամբ դեռևս արձագանք չունենք դատախազությունից։ Ուզում եմ նաև մի կարևոր դեպքի մասին էլ ասել, Դեբետավան բնակավայրում այս պահի դրությամբ 2 հոգի բերման են ենթարկվել, մեկի նկատմամբ մեղադրանք է ներկայացված, մյուսին տևական ժամանակ արձագանքելուց հետո բաց են թողել, բայց հիմա այս պահին էլ Դեբետավան գյուղում հսկում են ազգային անվտանգության ծառայության և հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ խմբերը, որպեսզի միանգամից բերման ենթարկեն, բռնեն, բերման ենթարկեն այն քաղաքացիներին, ովքեր որ Հայաստան դաշինքի աջակիցներ են կամ քարոզիչներ են եղել և են։ Սրանք հաստատված փաստեր են։ Եվ հիմա էլ հսկողություն է սահմանված այնտեղ մեքենաներով, որպեսզի ստեղծեն այսպես կոչված մի վիճակ, որ մարդիկ հենց դուրս գան գնան քվեարկության, միանգամից իրականացնեն իրենց ապօրինի գործողությունը։ Ամփոփելով արձանագրեմ, որ տեղեկատվական տերորի միջավայր է ստեղծել իրավապահ համակարգը, վարչական ռեսուրսի հստակ չարաշահում է արձանագրվում մեր կողմից, ավելին նաև քարոզչական, արգելված քարոզչական հնարքի խախտումներ է արձանագրվում նաև մեր կողմից, կարող եք ասել, որ այս ասուլիսն էլ է դրա շրջանակներում, սա նախ ի պատասխան է ՔՊ-ի
հրավիրած ասուլիսին եւ որևէ մեկի մտքով թող չանցնի, որ իրենք կարող են օրենքը այսպես ոտնահարելով տեղեկատվական ծանր վիճակի մեջ դնել մեր հանրությանը։ Իրենք այս պահի դրությամբ էլ կատարում են հստակ քրեորեն պատժելի ենթադրյալ հանցագործություններ, որոնք հետագայում պետք է արժանանան իրավական կոնկրետ գնահատականի։ Այս պահին այս կանը։